Եվս մեկ անգամ բարև բոլորին, մենք անսպար էներգիա թիմն ենք, ներկայացնում ենք Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, մեր կառույցը ուսումնական հաստատություն է, ունի երկու մասնաշենք, հիմնական տվյալներով ընդհանուր մակերեսը 8,697 մետր քառակուսի է, ուսումնական մակերեսը 3,532 մետր քառակուսի։ Կան խոցելի խնդիրներ, մեր վերլուծության ընթացքում հայտնաբերել ենք 5 հիմնական խոցելի խնդիրներ, որոնցից են տանիքը չունի ջերմամեկուսացում, որի հետևանքով զգալիորեն մեծանում է ջերմային կորուստները, պատուհանները փայտյա են, այդ իսկ պատճառով էլ ունենում ենք սառը օդի ներթափանցումը, շիկացման լամպերը պետք է ցանկալի է փոխարինվել LED լամպերով, քանի որ դրանք ավելի քիչ էլեկտրական էներգիա են ծախսում, իսկ կաթսայատան կաթսան անհրաժեշտ է փոխարինել A+ դասի նոր կաթսաներով, քանի որ դրանք շահավետ են ավելի եւ ավելի քիչ էլեկտրական գազի տնտեսական տեսանկյունից արդյունավետ չեն ներկայիս կաթսաները։ Իսկ արտաքին պատերը բարակ են, նույնիսկ ունեն ճաքեր, որի հետևանքով էլ ամրությունը այդքան էլ լավ չէ, նաև շերքի նաև ունի ցածր, նաև լինում է սառը օդ։ Հիմա ներկայացնեմ, թե ինչ խնդիրներով կարող ենք լուծել այս ամեն խնդիրները։ Տանիքը չունի ջերմամեկուսացում, տանիքի վրա պետք է ամրացվեն հանքաբամբակ, պոլիստիրոզ կամ այլ ջերմամեկուսիչ նյութեր, քանի որ պատուհանները փայտյա են եւ լինում են սառը օդի ներթափանցում, պետք է փոխարինվել էլեկտրախնայող եկշեռ կամ եռաշեռ PVC տեսակի պատուհաններով կամ վերանորոգել եւ հերմետիկացնել առկա պատուհանները։ Շիկացման լամպերը փոխարինել LED լամպերով, որոնք ապահովում են ավելի քիչ էլեկտրաէներգիա եւ ունեն երկարաժամկետ օգտագործում։ Տեղադրել նոր բարձր արդյունավետ A+ դասի կամ կոնդենսացիոն կաթսա։ Հիմա բարակ եւ ճաքած արտաքին պատերի լուծումը, վերացնել ճաքերը եւ իրականացնել համապատասխան վերանորոգումներ։ Միջոցառումներ։ Քանի որ մեզ տրվում է մի քանի տեսակ բյուջետային սահմաններ, հիմա ներկայացնեմ, թե ինչ միջոցառումներ կարող ենք իրականացնել։ Եթե մենք ունենանք 100,000 դրամ, կարող ենք պատուհանների հերմետիկացումը իրականացնել, որը կազմում է 20,000-ից մոտ 50,000 դրամ։ Ինչի համար է դա կարևոր, որովհետև ունենք սառը օդի ներթափանցում, անմիջապես մեծացնում է ջեռուցման ծախսերը։ Հերմետիկ ժապավենների եւ ճեղքերի փակման միջոցով կարելի է զգալիորեն նվազեցնել ջերմային կորուստը։ Փոքր ներդրում է, սակայն հետո ունենում է շատ մեծ արդյունք։ Շիկացման լամպերի փոխարինումը LED-երով մոտ արժեքը կկազմի 20-ից 40,000 դրամ։ Ինչի համար է կարևոր, LED լամպերը մինչև 80-ից 90% ավելի քիչ էլեկտրական էներգիա են սպառում։ Ներդրումը արագ է վերադարձվում էներգիայի խնայողության հաշվին։ Հիմա արտաքին պատերի ճաքերի վերացումը արժեքը կկազմի մոտ 20,000-ից 40,000 դրամ։ Կկանխվի օդի եւ խոնավության ներթափանցումը, կնվազեն ջերմային կորուստները։ 100,000 դրամի սահմաններում ավելի լավ տարբերակներ նաեւ կլինեն պատուհանների հերմետիկացումը, LED լամպերի փոխարինումը, ճաքերի վերացումը։ Սա ամենակիչ բյուջետային սահմանը, բայց ունենանք շատ արագ եւ արդյունավետ արդյունքներ։ Միջոցառումների 1 միլիոն դրամ, եթե ունենենք 1 միլիոն դրամ բյուջե, կարող ենք պատուհանների փոխարինում իրականացնել, որը կկազմի 500,000-ից 700,000 դրամ։
500-ից 700,000 դրամ, շիկացման լամպերի փոխարինումը պետք է լինի LED լամպերով, մոտ արժեքը կկազմի 50-ից 100,000 դրամ, որովհետև LED լամպերը ավելի արդյունավետ են, արտաքին պատերի ճաքերի վերացում, վերանորոգումը, մոտ արժեքը կկազմի 100-ից 500,000 դրամ, կնվազեցվի սառը օդի ներթափանցումը նաև, առաջնահերթությունը նրանք են պատուհանների փոխարինումը, LED լամպերի տեղադրումը, պատուհանների փոխարինումը։ Միջոցառումներ 10 միլիոնի սահմաններում։ Տանիքի ջերմամեկուսացումը կկատարվի մոտ արժեքը 1 միլիոնից 8 միլիոն դրամ։ Կարելի է տեղադրել հանքաբամբակներ։ Արտաքին պատերի ջերմամեկուսացումը արժեքը կկազմի 1 միլիոնից 8 միլիոն դրամ։ Քանի որ դրանք անեն, ավելի ամուր կլինեն պատերը, շինությունը ավելի ամուր կլինի։ Ջեռուցման համակարգի արդիականացումը մոտ արժեքը կկազմի 3 միլիոնից 8 միլիոն դրամ։ Դրա շնորհիվ մենք կունենանք ավելի քիչ ծախսեր, կնվազի մեր ծախսերը։ Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումը, որի արժեքը կկազմի 1 միլիոնից 8 միլիոն դրամ։ Այս եզրակացությունները ընտրվում են, որովհետև պետք է նախ մենք կատարենք ներդրումներ, այս հերթականությունը ընտրվում է, որովհետև նախ պետք է նվազեցնել էներգիայի կորուստները, միայն մենք պետք է այդ ամենը անենք, հետո նոր կարողանանք մեծ գումարներ տրամադրել, ներդրել այդ ամեն ինչի մեջ, միջոցառումների մեջ, արդեն հնարավոր է ստանալ շենքի էներգասպառման մոտ 40-ից 60% կրճատման, կախված օբյեկտի վիճակից։ Այս ամենը ներկայացնելով, հիմա կներկայացնեմ եզրակացություն։ Վերլուծության արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ կարող ենք տարբեր միջոցառումներով եւ բյուջեների շնորհիվ կատարել տարբեր միջոցառումներ, էներգիայի սպառման կորուստներ կարող ունենալ, տարբեր բյուջեների միջոցով փոքր ներդրումներ կարող ենք կայացնել, մեծ գումարների շնորհիվ կարող ենք մեծ միջոցառումներ իրականացնել, Առաջարկված միջոցառումները իրականացումը կնպաստի էներգիայի խնայողությունը շահագործման ծախսերի նվազեցմանը։ Բացի այդ, էլեկտրախնայողությունը կնպաստի CO2 գազերի արտանետումների նվազեցմանը, քանի որ նվազում է էներգիայի արտադրության համար անհրաժեշտ վառելիքի սպառումը։ Արդյունքում կրճատվում են շրջակա միջավայր արտանետող վնասակար գազերը, ինչը կարևոր նշանակություն ունի բնապահպանության և կայուն զարգացման տեսանկյունից։ Այսպիսով էներգոարդյունավետության միջոցառումների իրականացումը ոչ միայն տնտեսապես է շահավետ, այլ նաև շրջակա միջավայրի պահպանությունը և ապագա սերունդների համար ավելի մաքուր և անվտանգ միջավայրի ապահովում կունենա։ Շնորհակալություն։ Անդամները կտան հարցեր ձեր խմբին։
Կցանկանամ հարցնել ինչ թիմով եք աշխատել ու ով ինչ դեր է կատարել։ Սամվել Պետրոսյանը սլայդի սարքողն է։ Քամալյան Լաուրան ղեկավարն է, Կարապետյան Շողերը լուսանկարներն է իրականացրել, լուսանկարներ է արել, Հրաչը հաշվարկներն է արել, իսկ Տիգրանը խմբավորել է։ Շնորհակալություն։ Հարցերը, չգիտեմ, նայեք, ներկայացված, քանի որ առաջի բաղադրիչը աուդիտի տվյալներն են, որ սովորաբար էներգասպառման ելակետային տվյալներն են, ու դա չտեսանք մենք ելույթի մեջ, ես դժվարանում ու մակերեսներից ընդամենը մեկ մակերեսի ցուցանիշ ֆիքսեցի, ինձ հետաքրքիր ոնց է հաշվարկել ներդրումային բաղադրիչը, որտեղ 2-ից 8 միլիոն դրամը դա ու բոլորի սփռվածքը տենց 6 միլիոնի բացվածք էր, էլի, ջեռուցումներ 1-ից 8 միլիոն դրամ, ջերմամեկուսացում տանիքի 1-ից 8 միլիոն դրամ, հա, բոլոր շատ մեծ բացվածք էր։ Ձեր խմբի հաշվարկների համար պատասխանատու անդամին խնդրում եմ մի երկու բառով ներկայացնել ոնց է կատարվել հաշվարկը, որ համ էլ կարողանանք թիմային մասնակցության բաղադրիչը գնահատենք։ Շնորհակալություն։ Դե պարզավոր մոտավորապես է, բայց 1-ին 10 մոտավորապես չի, աչքաչափ է դառնում, էլի, ոնց եք հաշվել։ Մենք հիմա կոնկրետ թիվ չգիտենք, որ կարող ենք վերանորոգել քոլեջը, մոտավորապես հաշվարկներով արել ենք։ Օրինակ հետաքրքրվել եք հանքային բամբակի 1 քառակուսի մետրի գինի ինչ արժի։ Ոչ։ Հասկացա, շնորհակալություն։ Մենք տվյալները վերցրել ենք ChatGPT-ից, մոտավոր գները, էլի։ Բայց Google-ով, բանով, հա։ Այս սլայդը, որ պատկերված է, սրա մասին կարծեմ չասեցիք, դա ներկայացնեք, կարճ ինչ ասել ներկայացված, հետի մեկ, երկրորդը, լավ, այդ ասեք, հետո երկրորդը հետո կասեք։ Այս սլայդում ինչն է պատկերված, սա ինչի մասին է խոսքը։ Սլայդում մեր քոլեջն է պատկերված, որտեղ մենք հիմա սովորում ենք։ Հա, սա բաներն է պատկերված, թե ծախսերն է, էլեկտրաէներգիայի, գազի, ամսական, տարեկան, բոլոր հաշվարկները։ Այսինքն այդ ձախի առաջին նկարը ինչ է վերևը գրած էլեկտրաէներգիա, հա։ Էլեկտրաէներգիան կիլովատ ժամում, թե ինչքան է ծախսվում, հետի մենք վերցրել ենք քոլեջի հաշվապահից, ինքը գումարով եւ կիլովատ ժամով ամբողջ տվյալները փոխանցել է մեզ։ Աջ կոմինները ինչ են, հա, գազի ինչ է գրած։ Ձախ կոմինը դրանք թե վերևինը թե ինչքան էլեկտրաէներգիա է ծախսվել կիլովատ ժամում, աջ կոմի վերևինը դա դրամով է ներկայացված, իսկ ձախ կոմի ներքևինը մետր խորանարդով ներկայացված է գազի ծախսը, աջ կողմում գումարով։ Հասկանալի է, քիչ ճիշտ ասած, իրենց ներկայացնեք, որ երևա էլի։ Կրկին բարի օր, մենք Photonics թիմն ենք, մեր անունը խորհրդանշում է լույս, գաղափար եւ առաջընթաց, այսօր եկել ենք ներկայացնելու մեր աշխատանքը եւ ապացուցելու, որ գաղափարները ուժ ունեն։ Շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Սկսենք։ Թիմի մասին տվյալները, թիմի անվանումը Photonics, ուսումնական հաստատությունը Նոյեմբերյանի պետական քոլեջ, թիմի ղեկավարը Ասպրամ Գուլքանյան, մասնակիցները Միլենա, Մանե, Արթուր, Ինգա, Կարեն, Մարս համայնք, Տավուշի Մարս, քաղաք Նոյեմբերյան, աուդիտի ստեղծման ամսաթիվը 190626։
Դերերի բաշխումը թիմի ներսում, տվյալների հավաքագրումը կատարել է Մանեն, տեղզննում եւ լուսանկարները Արթուրը, հաշվարկները կատարել է Ինգան, վերլուծությունն ու լուծումները Միլենան, ներկայացման պատրաստումը Կարենը։ Արև ձեզ, ես Կարենն եմ, ներկայացնելու եմ մեր աուդիտի օբյեկտի տվյալները, մեր Բերյանի պետական քոլեջն է, գտնվում են Բերյանի համայնքում, նրա հասցեն նոյեմբերյան Շիրազի փողոց 17-ն է, կառուցման մոտավոր տարին 1977 թիվն է, վերջին վերանորոգում չի ունեցել, ընդհանուր մակերեսը 1431.54 մետր քառակուսի է, ջեռուցվող մակերեսը 1993 ամբողջ 3 մետր քառակուսի է, օգտագործողները, այսինքն սովորողները նրա մեջ 360 հոգի են։ Օգտագործման ռեժիմը, օրական օգտագործման ժամեր, այսինքն քանի ժամ է օգտագործում այդ տվյալ աուդիտը, 9:00-ից մինչև 18:00, շաբաթական օգտագործման օրերը 5 օր, տարվա ընթացքում ակտիվ ամիսները 10 ամիս են, հիմնականում օգտագործված սեզոնները, այսինքն գարուն եւ աշուն սեզոններին օգտագործում հիմնական օրերը ու օգտագործողների միջին թիվը օրական 260 հոգի։ Նախնական դիտարկումը օբյեկտում ամենաշատ էներգիան սպառում է լուսավորությունը եւ ջեռուցումը, ամենահեշտ եւ նվազագույն ծախսով միջոցառումը, որը կարող ենք իրականացնել, դա ջերմամեկուսացման խնդիրը լուծելն է, քանի որ համեմատած մյուս խնդիրների հետ այս ամենը քիչ բյուջե է պահանջում։ Էներգետիկ համակարգեր, էներգետիկ աղբյուրներ, էներգետիկա առկա է, բնական գազ, փայտ չկա, արևային ֆոտովոլտային համակարգ ունենք, արևային ջրատաքացուցիչ չունենք, այլ համակարգեր նույնպես ունենք։ Սեզոնային վերլուծություն, ձմռանը սպառումը աճում է, կատարել ենք հիմնական հաշվարկային ցուցանիշներ մեր ունեցած տվյալներով, էներգիայի քարտեզի եւ շենքի ֆիզիկական վիճակը, դռները, պատուհանները, պատերը, տանիքը, հատակը գտնվում են բավարար վիճակում, բայց 2 կամ 3 տարի հետո կլինեն վատ վիճակում։ Սարքավորումների հիմնական խնդիրները ունենք շատ հին անարդյունավետ տեխնիկա, առաջարկվող լուծումն է ելքագրել, բայց չունենք բավարար միջոցներ այդ ամեն ինչը նորով փոխարինելու համար։ Ջեռուցում, տաք ջուր եւ ջերմային հարմարավետություն, սենյակները ցուրտ լինում են ձմռանը, տաք լինում են ամռանը, որովհետեւ շոգ է։ Ջեռուցման ժամերին պատուհանները բաց չեն, ջերմաստիճանը հնարավորինս փորձում ենք կարգավորել, արտաքին խողովակները մեկուսացված չեն։ Տաք ջրի օգտագործումը, տաք ջրի աղբյուրը հիմնականում էլեկտրական է, էլեկտրականն էլ արևայինով է, քանի որ մեր քոլեջում համագործակցում ենք բազմաթիվ ընկերությունների հետ, տեղադրված են արևային կայաններ, բակ կա, որը մեկուսացված է, կորուստներ արտահոսք չկա ու հիմնականում անդրադարձել ենք խնդիրներին, առաջին հիմնականում մեծ խնդիրը ջերմային պոմպի տեղադրումն է։ Ջերմային պոմպը կարող է մի քանի շատ կարևոր խնդիրներ լուծել, քոլեջի ջեռուցումը ձմռանը, քանի որ քոլեջը մի մասնաշենքում չէ, ծրված է հիմնականում, ջեռուցելը առանց էներգիայի շատ կորուստի դժվարանում է, իսկ էլեկտրական պոմպը կարող է լուծել այդ խնդիրը։ Տաք ջուրը կարող է ապահովել էներգիան, խնայել, գազից կամ վառելը փայտից կախվածությունը կնվազի, փայտից կախվածություն ունեցել ենք, սակայն քանի որ արդյունավետ չէր, այն փոխարինել ենք էլեկտրական տաքացուցիչներով ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կնվազի, որը շատ կարևոր է։ Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրը դա ջերմամեկուսացումն է։ Ձմռանը պահպանել ջերմությունը ներսում շատ է օգնում, որպես սենյակը ավելի քիչ ջեռուցում պահանջի, իսկ ամռանն էլ օգնում է պահել զովությունը, որպեսզի սենյակները շատ չտաքանան, կօգնի նվազեցնել
խոնավացումը, բոլբոսը, բարձրացնել հարմարավետությունը, նվազեցնելով սառը պատերի եւ օդի հոսքերի ազդեցությունը, ձայնամեկուսացումը կարող է բավարարել եւ եթե համեմատենք մեր երկու խնդիրները, ջերմամեկուսացումը էներգիայի պահանջարկն է նվազեցում, այսինքն ջերմությունը դուրս չի գալիս սենյակներից, իսկ ջերմային պոմպը արդյունավետ կերպով ապահովում է անհրաժեշտ ջեռուցումը եւ հովացումը։ Լավագույն արդյունքը ստացվում է, երբ սենյակը նախ լավ ջերմամեկուսացված է, իսկ հետո օգտագործվում է ջերմային պոմպ։ Այդ դեպքում էներգիայի ծախսը նվազում են առավելագույն չափով։ Խնդիրը ներկայացրել ենք ջերմային պոմպը եւ ջերմամեկուսացումը, ջերմային պոմպ չունենք, դրա համար ապացույց չկա, հետևանքը էներգիայի առավել մեծ սպառումն է, իսկ առաջնահերթությունը շատ բարձր է, ջերմամեկուսացումը տեղադրված են լուսանկարներ, ջերմության մեծ կորուստ է լինում ձմռանը, առաջնահերթությունը կրկին բարձր է։ Միջոցառումներ, ֆինանսական գնահատում եւ բյուջետային սցենարներ, առաջարկվող միջոցառումները ջերմային պոմպի տեղադրումն է, որը էներգիայի ծախսն է նվազեցնում ու կարող է ավելի արդյունավետ ջեռուցում լինել, շենքի ջերմամեկուսացումը կնվազեցնի ջերմության կորուստը, էներգախնայողություն, հարմարավետ միջավայր կստեղծի, LED լուսավորության տեղադրումը կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառումը, կրճատի ծախսերը, ֆինանսական գնահատում եւ բյուջետային տվյալներ, ջերմային պոմպը մոտավոր արժեք ենք նշել 4.500.000 դրամ, խնայողությունները յուրաքանչյուր տարի 900.000 դրամով կարող է խնայել, պարզ հետգնման ժամկետը 5 տարի է, ջերմամեկուսացումը կլինի մոտ 3 միլիոն դրամ, խնայողությունները 600.000 դրամ են, տարին նույնպես 5, LED լուսավորությունը 500.000 դրամ, խնայողությունների կրճատումը կլինի 200.000 դրամ, պարզ հետգնման ժամկետը 2.5 տարի է, էներգաարդյունավետ պատուհանները 2.5 միլիոն, խնայողությունները յուրաքանչյուր տարում 400.000 դրամ, 3.25 պարզ հետգնման ժամկետ ունի, 6. Առաջարկությունների որոշման պարզ մատրիցա, նշել ենք մինչև 10 միլիոն դրամը, ընտրված միջոցառման փաթեթն է, որը շատ կարևոր խնդիր կարող է լուծնել ու առաջնային է։ Ամենամեծ տարեկան էներգիայի սպառումը լուսավորությունն եւ ջեռուցումն է տալիս, ամենաարդյունավետ միջոցառումը տարեկան խնայողության տեսանկյունից դա ջերմային պոմպի տեղադրումն է, լավագույն հետգնման ժամկետը կամ առավել մեծ ազդեցության հարմարավետությունը գրեթե բոլոր նշվածները ունեին։ Լավագույն լուծումը հաշվի առնելով ազդեցությունը, արժեքը եւ իրագործելիությունը, դա ջերմային պոմպի տվյալ տեղադրումներ եւ ջերմամեկուսացումը։ Մնաց 1 րոպե։ Ամփոփագիր ենք ներկայացրել եւ վերջում շնորհակալ ենք այս հնարավորության համար, ձեր ուշադրության համար եւ գնահատականների համար, հուսով ենք մեր աշխատանքը, մեր նպատակը փոխանցեց եւ մեր թիմի գաղափարը։ Հարգանքներով Photonics team։ Հիմա ժյուրիի հարցերը։ Երեխեք ջան, ապրեք, լավ ներկայացրեցիք, ուղղակի մի քանի հատ անհասկանալի հարց մնաց ինձ։ Դուք ասում եք ամենամեծ ծախսը լուսավորության վրա է, հա? Իսկ ջեռուցում ունեք էլեկտրական։ Նշեցինք լուսավորություն եւ ջեռուցում։ Նկարացրեց լուսավորությունը։ Այսինքն էլեկտրոէներգիայի ծախսն է ամենամեծը, չէ՞։ Բայց էլեկտրոէներգիան օգտագործվում է ջեռուցման նպատակով, չէ՞։ Նաեւ ջեռուցումը էլեկտրաէներգիայով է, չէ՞ օգտագործվում։ Հա։ Մի երկու սլայդ հետ գնացեք այնտեղ։ Այստեղ տեսեք ինչ ա գրած։ Ամենամեծ էներգիայի սպառումը ո՞րն է, ջեռուցումը թե լուսավորությունը։ Երկուսը։ Միասին։ Այո։ Ուղղակի է սլայդի մեջ։ Այսինքն լամպերի ծախսած էներգիան է, թե տաքացուցիչների ծախսած էներգիան է։ Համակարգիչների այդ ջեռուցման հետ կապված, նաև մենք խոհանոցել ունենք քոլեջում եւ այդտեղ դրա հետ կապված։ Այստեղ լուսավորությունը սլայդի մեջ, որ մենք սլայդը սարքելուց ենք եղել, լուսավորությունն ենք նշել
չենք թողել, չի ստացվել, ջեռուցում պետք է նշենք։ Պետք է ջեռուցում նշենք, սլայդի մեջ մի քիչ սխալ ենք նշել, դրա համար է ստացվում։ Պլիտը էլեկտրականության պետք է Բայց ներկայացնելուց շեշտեցինք, որ ջեռուցման մասին է խոսքը, ոչ թե լուսավորության։ Լավ, ջերմային պոմպ եք նախատեսել, շատ լավ առաջավոր լուծում է, ջերմային պոմպ, չէ, ասեցիք։ Այո։ Ինչ տիպի ջերմային պոմպ եք դնում։ Ինչ է ջերմային պոմպի աշխատանքի սկզբունքը մի փոքր կարաք ասեք, ինչ տիպի ջերմային պոմպ եք օգտագործելու ջեռուցման նպատակով եք, չէ, դնում ջերմային պոմպը։ Խնդիրը վերցրել ենք մեր տնօրենից, հարցի իրան ենք ուղղել։ Առաջնահերթ խնդիր քոլեջի համար ներկայացրել է ջերմային պոմպի տեղադրումը լուսանկարներով ցույցատրվել մեզ, թե ինչի համար է դա, ինչ նպատակ ունի։ Լուսանկարներով տեսել ենք Շտիգեն համակարգի այդ ջերմային պոմպը, նախատեսում ենք դրանից տեղադրել։ Գազ չունեք ընդհանրապես, հա, գազ, բնական գազ չկա։ Չէ, չունեմ։ Ջերմային պոմպը Այսինքն ըստ տետրի ստացվում է, որ դուք էլեկտրոէներգիան հիմնականում օգտագործում եք ջեռուցման նպատակով, ճիշտ է։ Այո։ Բայց ջերմային պոմպ կիրառելը շատ ճիշտ լուծում է, եթե գազ չունեք, բնական գազ չունեք, ուղղակի պետք է կարողանաք նկարագրեք, թե ինչ տիպի ջերմային պոմպ է եւ ջերմային պոմպի ոնք աշխատանքի։ Հասկանում եք, չէ՞ ինչի ենք ուզում ուշադրություն դարձնեք։ Ձեր թվերից երևում է, որ ձեր էլեկտրաէներգիայի ծախսը ձմեռվա ամիսներին տասնապատկվում է։ Այսինքն սեզոնային այդտեղ մենակ ջեռուցումն է ավելանում եւ 90%-ը էլեկտրաէներգիայի օգտագործման ձմեռվա ամիսներին ջեռուցման համար է։ Դուք առաջի հարցին, որն է ամենամեծ տարեկան էներգիայի սպառումը, ասել եք լուսավորություն, արդեն երկրորդին պատճառահետևանքային դրանով եք գնացել լեդով։ Իրական ձեր խնդիրը ջեռուցումն է, հետևաբար արդեն ջերմամեկուսացում ու ջերմային պոմպը դառնում է առաջնային։ Երկրորդ ձեր խնդիրը կենցաղային սարքեր, այսինքն համակարգիչ ունեք, դա էլ հո չեք կարող կրճատեք, դուք օգտագործում եք ինչքան օգտագործում եք։ Այսինքն այստեղ կարծես է իրատեսականության եւ կառավարելիության հարցը։ Եթե դպրոցը ջերմամեկուսացված չի, գազ չունի, ջեռուցում եք ամենաթանկ վառելիքով, որը էլեկտրաէներգիան է։ Արևայինը ձերը ոչ թե ֆոտովոլտային է, այլ արևային ջրատաքացուցիչ է, ըստ ձեր տետրակիամն այն դեպս։ Ապա ձեր խնդիրը էլեկտրական ջեռուցումն է, որը ամենախոշոր ծախսն է եւ կիլովատժամերով եւ փողի տեսանկյունից, եւ ունի ամենամեծ պոտենցիալը, որովհետեւ ջերմամեկուսացումով դա կարող կտրեք։ Համակարգիչը ոչ չեք անջատելու, հա? Լուսավորությունն էլ LED-ը իհարկե ճիշտ լուծում է տեխնիկապես, բայց եկեք անկեղծ լինենք։ Դպրոցներ հատկապես մարզերում, որ մենակ մի հերթ են աշխատում, առավոտվա 8:30-ից 1-2-ը կամ քոլեջը, եթե աշխատում է 1-ից 2-3-ը, քանիսին եք, երկրորդ կես եք, հիմնական մենք առաջի կես ենք, բայց երեկոյան հերթափող կա, հա, լուսավորության մեջ էներգածախսը քիչ է, սարքերը տեղադրելը մեծ խնայողության կբերի, բայց սենյակի փիղը, այսպես ասած, ջեռուցումն է, հա։ Տետրի մեջ նշված է երկուսն էլ կամ մեկն է նշված։ Մենք հիմա գնահատենք պրեզենտացիա, տետրը գնահատե բրծել են։ Հիմա պրեզենտացիայում դուք պետք է կարողանայիք այս հայկաշարի մեջ ներկայացնեիք, պաշտպանեիք, էլի, այդ ենք ուզում, որ խորհուրդ տամ։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, մենք էներգետիկ թիմն ենք, եկել ենք Իջևանի շրջանի Պատրիկ Տևեժյանի անվան տարածաշրջանային քոլեջից։ Մեր էներգետիկ աուդիտի հիմնական օբյեկտը սեփական տունն է, կոնկրետ մեր սեփական տունը։ Եվ քանի որ մերն է, ես մասնակցել եմ դրա գնահատման եւ բոլոր գնահատման, դիտարկման, հաշվարկների եւ ամեն ինչի մեջ, այդ պատճառով ես եմ ներկայացնում, կխնդրեմ փոխես Հայկ ջան։ Մի հատ է։
Տունը գտնվում է Տավուշի մարզի Գանձակար գյուղում, կառուցման տարին 1960 թիվն է, բայց այն վերանորոգվել է 2010-ից 2025 թվականների ընթացքում։ Մշտական բնակվում են 3 բնակիչ, ընդհանուր մակերեսը 180 քառակուսի մետր է, վերևի հարկը 120 քառակուսի մետր, որը ջեռուցվում է, իսկ ներքևի նկուղային հարկը 60 քառակուսի մետր, որը չի ջեռուցվում եւ օգտագործվում է որպես նկուղ։ Ծավալը 504 մետր խորանարդ, կփոխես այգ ջան։ Միջին ներքին ջերմաստիճանը 21 աստիճան է, այսինքն այն ջերմաստիճանը, որում կոմֆորտ է ապրել տանը։ Ջեռուցման սեզոնը մեր տարածաշրջանում մոտ 140 օր է։ Ջեռուցման աղբյուրը առանձին գազի կաթսան է իր սիստեմով եւ տաք ջրամատակարարումը նույնպես միացված է այդ գազի կաթսայից։ Փոխես։ Էլեկտրաէներգիա տարեկան ծախսում է մոտ 2520 կիլովատժամ, որը մոտ 120,000 դրամ է կազմում, իսկ գազը մոտ 300,000 դրամ տարեկան, այսինքն ձմեռվա ամիսներին մի քանի անգամ դաժե կասեի ավելի շատ, քան ամառվա ամիսներին։ Շենքի վիճակը վերջերս կատարվել է մասնակի պատերի ջերմամեկուսացում։ Տանիք կարելի ասել մասնակի ջերմամեկուսացված է, մասնակի ասելով պատալոկը առաստաղները տան ջերմամեկուսացված են հենց կռիշից, բայց կռիշի թիթեղները ջերմամեկուսացված չեն, այդտեղ այսինքն խնդիր կա։ Տանիքը մետաղի է, իսկ պատերի մի մասը միաշարժ տուֆ են, իսկ մյուս մասը հենց 1960 թվականից եկած կրի պատեր են։ Օդափոխությունը կան բնական օդանցքներ, հաջորդ կփոխես։ Լուսավորությունը 100%-ով LED համակարգ է տեղադրված, 30 լամպ, փոքրերը 8 վատանոց, մեծերը 15 վատանոց, միջին աշխատանքը օրական 5 ժամ, արտաքին խնայողություններից է բակում շարժման տվիճ կա, որը ինչ-որ չափով խնայում է էլեկտրաէներգիան, էլեկտրական սարքավորումներից սառնարան, սառցարան, ջեռոց, համակարգիչ, հեռուստացույց, լվացքի մեքենա, սովորական ինչ օրվա ընթացքում օգտագործում են։ Հիմնական խնդիրները նրանք են, որ պատերը ջերմամեկուսացված են միայն մասնակի, այսինքն իհարկե տուֆի մասը են, բարակ մասը ջերմամեկուսացված է, բայց այն տան հետևի մասը նույնպես պետք է ջերմամեկուսացվի ավելի մեծ էֆեկտիվության համար։ Տանիքը նույնպես ոնց ասեցի մասնակի է ջերմամեկուսացված, ցանկալի կլինի թիթեղները նույնպես ջերմամեկուսացվեն կամ հանքային բամբակով կամ հատուկ պենայով։ Ջեռուցումը նաև ավտոմատ չի կառավարվում, այսինքն ջեռուցման համակարգի ջերմաստիճանը տրվում է ձեռքով, որը այդքան էլ էֆեկտիվ չի, քանի որ անկախ թե քանի աշճան է սենյակներում, քո կաթսան շարունակում է աշխատել նույն ջերմաստիճանը պահել, ու կան մի քանի հին եւ ոչ էներգոարդյունավետ էլեկտրական սարքեր մոտ 10+ տարվա նույնիսկ։ Նաեւ նկուղային հարկի առաստաղը, այսինքն երկրորդ հարկի գետինը ջերմամեկուսացված չի, որը նույնպես մոտ 15% ջերմության կորուստի աղբյուր է։ Ներկա ըստ էներգոչեկ հաշվիչի ներկա էներգախնայողությունը գնահատվում է որպես միջին, ինչպես տեսնում ենք տանիքը ըստ էներգոչեկի էներգախնայողը 55%-ով, արտաքին պատերը նույնպես 55%-ով, հենց այդ մասնակիության պատճառն է։ Պատուհանները մոռացա նշեմ, պատուհանները երկփեղ պլաստիկե պատուհաններ են, որոնք արդեն լավ ջերմամեկուսացում ունեն, արդեն լավ էներգոէֆեկտիվ են։ Հատակը էներգոչեք հաշվիչը որպես հատակ վերցնում է հենց նկուղային հարկի հատակը, որը նույնպես 55%-ով է էներգոէֆեկտիվ եւ օդափոխությունը, քանի որ բնական օդափոխություն է, օդանցքներ են եւս 55%-ով։ Հաջորդը փոխի։ Լուծումները եւ դրանց ազդեցությունները։ Հիմա ինչա առաջարկվում այս տունը ավելի էներգոէֆեկտիվ սարքելու համար։ Արտաքին պատերը ամբողջական ջերմամեկուսացնենք,
տանիքը ամբողջական ջերմամեկուսացնենք այդ հատուկ պենով իր արդեն թիթեղները։ Թերմոստատներ եւ ավտոմատ կարգավորիչ համակարգեր տեղադրենք մեր կաթսայի համար ու օգտագործենք ավելի էներգոարդյունավետ սարքեր, նաեւ նկուղի առաստաղը ջերմամեկուսացնենք։ Եվ ինձանից ավելացնեմ, նաեւ իմ կարծիքով այդ տանը կա այդ էներգախնայող պահելաձևի քչություն, հա, այսինքն, չգիտեմ, զարյադշնիկներ առանց միացնելու թողել, լույսը թողել, գնալ միացրած թողել, գնալ մյուս սենյակ եւ այլն, այդ ամեն ինչը նույնպես ակումուլատիվ էֆեկտ ունի։ Հիմա ինչա ինքը տալու երկարաժամկետ, ջեռուսման կորուստները հաստատ կնվազեն մոտ 25%-ով, գազի ծախսը հաստատ կնվազի, էլեկտրաէներգիան մի 10-20%-ով հաստատ էլեկտրաէներգիայի ծախսը կնվազի, ջերմաստիճանը ներքին ավելի կայուն կլինի թերմոստատների շնորհիվ ու հարմարավետությունը հաստատ մեծ կբարձրանա։ Բյուջետային սցենարները 100,000 դրամը, քանի որ բավականին սուղ բյուջետ է, մեր կարծիքով ամենաէֆեկտիվ լուծումը կլինի թերմոստատներ ուղղակի տեղադրենք 100,000 դրամով, 1 միլիոն դրամով արդեն այդ թերմոստատներին կարանք միացնենք տանիքի ամբողջական ջերմամեկուսացումն ու պատերի ամբողջական ջերմամեկուսացումը։ Իսկ 10 միլիոն դրամով արդեն բավականին մեծ բյուջետ է, որը թույլ կտա տունը ամբողջությամբ ջերմամեկուսացնես նույնիսկ գետինը հետը, ասենք նկուղի գետինը նույնիսկ, արևային էլեկտրական տեղադրենք, որը մեր հաշվարկներում, որը մենք աուդիտում արել ենք, ամենակիչ փողի հետ բերելու հետգնման ժամկետն ուներ ու ջերմային պոմպ տեղադրենք, որը մեր տաք ջուրը կապահովի։ Եզրակացությունը այնա, որ հիմնական կորուստների պատճառը ոչ ամբողջական ջերմամեկուսացումն է, պատերն ու տանիքը կիսատ են ջերմամեկուսացված եւ այլն, ամենամեծ ազդեցությունը հենց այդ փոփոխությունը կունենա էլի մեր ջերմաէֆեկտիվության համար ու ներդրումների մեծ մասը համեմատաբար արագ կարդարացնեն իրենց, քանի որ գազի խնայողությունը բավականին կբարձրանա եւ արևային համակարգը ու ջերմային պոմպի տեղադրումը ամենամեծ էներգիայի խնայողությունը կտան հիմնվելով մեր հաշվարկների վրա։ Շատ շնորհակալություն, կուզենայի լսեմ ձեզանից հարցեր։ Շնորհակալություն, դուք տեղավորվեցիք նույնիսկ 9 րոպեում, հետևաբար ժյուրիին կա 6 րոպե ժամանակ հարցերի համար։ Նույն դիտարկումը ստեղ, այս կլոր թվերը, որոնք վարդունակությունը եւ վստահությունը դրաների հանդեպ իջեցնում է։ Շրջան, մեծ մարդիկ է Հայաստանում կոմունալ ծառայությունների սակագները, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում են psrc.am մտնում է գրածագիշերային, ցերեկային, 53 քանիսի ցերեկային, 42 քանիս գիշերային, եթե նույնիսկ ընդունում ենք այն միջինացումը, որ արել եք, 50 եք օգտագործել, համատարած օգտագործել եք 50, չնայած ես ավելի քան հավատացած եմ, որ քոլեջի խոհանոցը գիշերը չի օգտագործում էլեկտրաէներգիա, այսինքն մենք գործ ունենք միայն ցերեկային սակագներ, դե գիշերը խոհանոցը աշխատում է լավ չի։ Եվ դա առանց ավելացված արժեքի հարկի սակագինն է, որը վերջնասպառողը վճարում է հարկը ներառյալ, այսինքն պլյուս 20%, 50-ի վրա պլյուս 20% արդեն 60 է։ Այսինքն այս թվերը, որ ներկայացնում եք ու առաջին իսկ հայացքից թերավստահությունը հայտնվում ձեր տրամադրված տվյալների խնդիրը։ Երկրորդ դիտարկումը այն է, որ դուք ասեցիք, նու տրամաբանական է, որ հա ձմեռ ավելի ցուրտ է եւ այլ, բայց ձեր թվերը կոմունալների չեն արտահայտում են պատկերը, որովհետև ձեր մոտ փետրվարի էլեկտրաէներգիայի ծախսը մարտի էլեկտրաէներգիայի ծախսից ցածր է։ Բաց չեմ ասելու, բայց եթե գարունը ցուրտ է, ապրիլը ինչի է ավելի բարձր, քան դեկտեմբերը։ Ուրեմն խնդիր կա այստեղ, մենք չենք խոսում ջեռուցման մասին։ Կարող է քոլեջի ինչ-որ բեռնվածքների պարագայում սնունդ արտադրությունը այնուամենայնիվ ավելի շատ է, քան ջեռուցման խնդիրը եւ ճաշի պատրաստման տեխնոլոգիաների մեջ է պետք կողմ տալ։ Երկրորդը,
Հասկանում եմ, որ Կլոդով եք սարքել պրեզենտացիան ու ճանաչում անում կամ Jazz Park, այդ երկուսից մեկն է սենց սարքում։ Չէ՞ որ դուք լրացրել եք ստեղ, որ արևային համակարգ ունեք եւ ֆոտովոլտաիկ եւ ջրատակացուցիչ։ Իսկ էներգիա աղբյուրների մեջ գրում եք էլեկտրաէներգիա, գազ չունենք։ Բարևային էներգիան, էներգիա աղբյուր է։ Մոռացել եք ձեր կարևորագույն էներգիա աղբյուրներից մեկը։ Տվյալների հանդեպ աշխատանքը խնամքով չի կատարված։ Հաշվի առնելով, որ դուք վերցրել եք բավական փոքր ծավալ աշխատանքի եւ անկետանել բավական թերի լրացված, տպավորություն կազմել տվյալների հիմնավորման եւ իրատեսականության մասին չկարողացնել։ Այդ հարց ունեմ, դուք անիքի ջերմամեկուսացումը, ասել առաջի հարկը չի օգտագործվում։ Չէ, առաջի հարկը նկուղային հարկ է։ Դրա համար մեկուսացնում եք երկրորդ հարկի հատակը, ճիշտ է։ Հա, այսինքն նկուղային հարկի տանիքը մեկուսացնելով կմեկուսացվի երկրորդ հարկի հատակը, էլի։ Երկրորդ հարկի հատակն եք մեկուսացնում, նաև ձեղնահարկային ծածկը մեկուսացված է, ճիշտ է։ Ձեղնահարկային, այսինքն պատահուկի վերևը։ Առաստաղը, երկրորդ հարկի առաստաղը վերևի կողմից ջերմամեկուսացված է։ Բայց դուք նաև առաջարկում եք ջերմամեկուսացնել մետաղական թիթեղները։ Ինչ նպատակով օգտագործվելու է այդ ձեղնահարկը, ինչի համար եք մեկուսացնում։ Իմ կարծիքով էներգիայի ինձ թվում է, ավելի ճիշտ էներգիայի կորուստ դա նույնպես կունենա, որովհետև ինչքան ուզում է քո առաստաղը ջերմամեկուսացված է, ջերմության մի մասը էլի կանցնի հենց թիթեղների չմեկուսացված պատճառով ինչ-որ կորուստ կունենանք։ Իսկ եթե թիթեղները մեկուսացվեն, այդ ջերմությունը կմնա ձեղնահարկում, հա։ Իսկ ձեղնահարկում մնալով ինքը չի նպաստի երկրորդ հարկին։ Եթե ձեղնահարկը օգտագործելու ես իմաստ ունի, եթե ձեղնահարկը չես օգտագործելու, այդպիսի ջերմամեկուսացումը իմաստ չունի։ Հա ձեղնահարկի հատակը տաքացրած է։ Ինչ մասնակցություն են ունեցել աուդիտի իրականացմանը թմի մյուս անդամները։ Մենք մեծամասամբ խմբային ենք արել այս պրոյեկտը եւ ամեն հաշվարկն անելուց շատերս ենք եղել, աուդիտի մեջ ավելի կոնկրետ նշված է ում ավելի շատ ինչ պատասխանատվություն տրվեր, այսինքն ինչ որ մեկը հաշվարկն արա, ինչ որ մեկը տվյալներն ա վերցրել, բայց հիմնականում խմբային է կատարվել աշխատանքը։ Խմբի անդամներից ով ինչա կատարել, կոնկրետ։ Հաշվարկ ով արել։ Հարց ունեմ հաշվարկից։ Կոնկրետ չեմ հիշում, աուդիտի մեջ նշված է։ Հաշվարկ անողը հիշում է, որ ինքը հաշվարկ է արել։ Խմբային ենք արել, ուզում եմ ասեմ։ Չէ, խմբային աշխատանքի մեջ ամեն մեկը կամ ունի իր սեփական դերը կամ չունի։ Հաշվի առնելով որ առանձնատուն է արված, կարևոր է հասկանալ ով ինչա արել։ Հարցեր ունեմ, օրինակ, չափագրությունը ով է արել, գնային հաշվարկը ով է արել, ով որ հաշվարկը արել, ինձ հետաքրքիր է հաշվարկի գնագոյացման բաղադրիչ, ով արել։ Գները, միավոր գները, օրինակ ջերմամեկուսիչ նյութերի, միավոր գներ, ինքնարժեքները։ Օրինակ, հանքային բամբակը ինչ է արժի Տավուշի մարզում։ Ինչն եք հաշվել, էքստրուզիոն պոլիստիրոլ։ Սակագների հաշվարկով ա վերցրել օրինակ էլեկտրաէներգիայի սակագինը դրել։ 44 եք դրել։ 44 եք դրել։ 40, այսինքն գիշերային սակագինը վերցնենք որպես 35, ցերեկայինի 46, այդ երկուսի միջինն է հիմնականում։ Այլ ցերեկը հիմնականում ավելի շատ ժամ է օգտագործվում
հոսանքական իրիկունը, դրա համար 44-ը վերցրել ենք մինչև միջին որպես միջին։ Մենք հարցի պատասխան ստացանք։ Շնորհակալություն, եկեք ծափահարենք խմբին, թիմին։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, մասնակիցներ, կազմակերպիչներ եւ հանձնաժողով։ Այսօր մենք մեր թիմով կներկայացնենք երիտասարդ էներգետիկ աուդիտորներ մեր թիմով կատարած աշխատանքը եւ Եվան հիմա կներկայացնի մեր թիմի անդամներին։ Ողջունում եմ բոլորին։ Այս հսկայածավալ աշխատանքը, մանրամասն չափումները եւ ֆինանսական հաշվարկները կատարել ենք Նոյեմբերյանի պետական քոլեջի Helios audit թիմով։ Թիմի ղեկավարն է Սիրափի Բայրամյանը, մասնակիցները ես Եվա Չիլինգարյանս, Անի Մաչկալյանը, Շահան Ասլանյանը, Դավիթ Քարյանը եւ Վարդան Ազատյանը։ Մեր առանցքային ցուցանիշները խնայողությունը պահպանվում է 63%-ով, հետ գնումը տարիների ընթացքում 2.5-ից 2.7%-ով ցանկանում ենք հետ գնում կատարել եւ արդիականացում ենք ցանկանում կազմակերպել մեր խոհանոցի համար, մեր աուդիտ վերցրած տարածքը դա մեր քոլեջի խոհանոցն է։ Ուրեմն ներկա իրավիճակը մենք ունենք 55.14 քառակուսի մետր ընդհանուր տարածք եւ ունի շատ էներգիայի կորուստ, քանի որ մեր խոհանոցը չի ջեռուցվում։ Ջեռուցվում է փոքր էլեկտրական վառարաններով, որոնք շատ մեծ կորուստ են տալիս էլեկտրաէներգիայի։ Աուդիտորական թիմը Helios-ը մեր թիմյան Helios է հին հունական դիցաբանության աստված Արևի աստված Helios-ի անունից մեր ղեկավարը Աշխեն Ջիլավյանն է, որը հիմա ցավոք սրտի բացակայում է, իրեն փոխարինում է ընկեր Գուլքանյանը, մեր տեխնիկական խումբը Դավիթ Քարյան եւ Շահան Ասլանյանն է, իսկ վերլուծաբանները Անի Մաչկալյան, Վարդան Ազատյան եւ Եվա Չիլինգարյանը։ Աուդիտի նպատակներն էին ուրեմն իրականացնել պարզ նախնական էներգետիկ գնահատում քոլեջի խոհանոցում, մշակել օբյեկտիվ էներգետիկ անձնագիր եւ բացահայտել կորուստները, առաջարկել տեխնիկական եւ տնտեսապես հիմնավորված լուծումներ։ Օբյեկտիվ էներգետիկ անձնագիրը մեր քոլեջի խոհանոցը գտնվում է Շիրազ փողոցի 17-րդ համայնքում քաղաք Նոյեմբերյանում։ Այն կառուցվել է 2023 թվականին 55.14 քառակուսի մետր եւ 3.30 մետր։ Բարձրություն։ Օգտագործման ռեժիմը։ Խոհանոցը հիմնականում լինում է ակտիվ 6 ժամվա ընթացքում, ժամը առավոտվան 9-ից մինչև ժամը 3-ը, 5 աշխատանքային օր շաբաթական եւ 100 ակտիվ օր ամբողջ տարեկան ընթացքում։ Ամենաակտիվ օրերը դա լինում են գարնանը եւ ձմռան ընթացքում։ Էներգագիրներ Էլեկտրաէներգիա միակ գործող էլեկտրագիրը օգտագործվում է ջեռուցման, լուսավորության եւ բոլոր սարքերի համար, իսկ բնական գազը ներկայումս բացակայում է, գազիֆիկացումը դիտարկվում է որպես էներգախնայողության գլխավոր միջոցառում։ Տարածքի գոտիավորումը 55 քառակուսի կիլոմետր ֆունկցիոնալ բաժանումը հիմնական գոտիները աշխատանքի եւ սպասարկման լիարժեք կազմակերպման համար են։ Բաժանվում է երկու գոտու, արտադրական գոտի եւ սպասարկման գոտի, որտեղ հիմնականում պատրաստման գոտին է լինում եւ որտեղ բացակայում է օդափոխությունը եւ պետք է լինի հիմնական խնդիրներից մեկը օդափոխությունն է, որը բացակայում է, քանի որ խոհանոցում լինում են պատրաստում է շատ քանակությամբ կերակուր եւ օդափոխությունը իսպառ բացակայելու պատճառով հիմնական խնդիրներ են առաջանում, պատուհան բացում են եւ դրա պատճառով, քանի որ ջեռուցումն է շատ վատը, ցուրտ է լինում ձմռան ընթացքում։ Կենցաղային եւ սպասարկման գոտիներ
Կենցաղային եւ պահեստային գոտիներ։ Կենցաղային գոտի անձնակազմի հանգստի եւ սնվելու համար տաք ու հարմարավետ միջավայրի ապահովում, իսկ պահեստային գոտին մթերքի անվտանգ ապահովումը ձմռան ամիսներին ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման միջոցով։ Մենք ունենք նաև մի քանի խնդիրներ կախված հենց հիմնական իրի կառուցվածքից։ Պատերը եւ կոնստրուկցիան լավ վիճակում են, բայց պատուհանների եւ դռների հետ մի քանի խնդիր ունենք, փայտյա են նրանք, որոնք մի քանի տարվա ընթացքում արդեն շատ վատ վիճակում կլինեն։ Պատը հատակը եւ առաստաղը բետոնե են եւ մեկուսացված չեն, դրա պատճառով հիմնականում ձմռան ժամանակ սառնությունն ավելի շատ է լինում։ Ջերմային կորուստներ։ Անմիջական կորուստները դա հատակը եւ առաստաղը հանդիսանում են էներգիայի կորուստի գլխավոր մեղավորները։ Կորուստի չափը ջերմության ավելի քան 40%-ը կորչում է հենց հատակի եւ առաստաղի անմխիթար վիճակի պատճառով։ Այստեղ ներկայացված են ինչ խնդիրներ են, ուրեմն փայտե պատուհանները ճեղքեր ունեն, սառը օդի ներթափանցում է լինում, բետոնե հատակը անմիջապես հպում հողին եւ դրա պատճառով ձմռանը տարածքը կտրուկ սառեցում է եւ պանելային առաստաղը ջերմամեկուսացված լիակատար բացակայություն, տաք օդը արագ արտահոսք է դեպի վեր։ Հիմնական 5 խնդիրներն են ջերմային կորուստները, առաստաղի եւ հատակի ոչ բավարար մեկուսացումը, երկրորդը դա պատուհանի ճեղքերն են, փայտյա հին պատուհանների անհերմետիկությունը, երրորդը էլեկտրական ջեռուցումը, ծայրահեղթանք եւ անարդյունավետ սպառում, չորրորդը օդափոխության բացակայությունը, խոհանոցում ոչ պրոֆեսիոնալ համակարգ, իսկ հինգերորդը սառնարաններ տեղակայումը, սառնարային սարքեր տաք գոտում։ Այստեղ արդեն տարեկան կտրվածքով ինչքան կիլովատ ժամ է օգտագործում եւ ինչքան գումար է ծախսվում այդ ամբողջ ընթացքում։ Տեսնում ենք, որ ձմեռը ավելի շատ է ծախսվում եւ գումարի քանակն էլ է ավելի շատանում։ Ջեռուցումը ձմեռային սեզոններն ամենախոշոր սպառվող բանն է, որը 60%-ն է ֆինանսապես կորուստ տալիս, կերակրի պատրաստումը դա տեխնիկական սարքավորումներն են, որովհետև մենք չունենք բնական գազ, մենք էլեկտրական պլիտաներ ենք օգտագործում եւ դրա պատճառով նորից 25% կորուստ է տալիս եւ լուսավորությունը լամպերը, քանի որ չունենք օդափոխություն, դա էլ եթե ավելանա 15% կտա ծախսերի վրա։ Սեզոնային պիկերի վերլուծություն, ձմռան ամիսներին, դեկտեմբեր եւ փետրվար հիմնականում, սպառումը հասնում է 12820 կիլովատ ժամ, ընդհանուր 45.7%-ը, սա վկայում է ջեռուցման համակարգի ծայրահեղ անարդյունավետության մասին, իսկ ամառային սեզոններին ամիսներին սպառումը նվազում է մինչև 600 կիլովատ ժամ, քանի որ օբյեկտը չի գործում ուսումնական արձակուրդների պատճառով։ Ուրեմն տարեկան քառակուսի մետրի վրա ծախսում է 509.06 կիլովատ ժամ, իսկ ֆինանսապես 25.933 դրամ։ Ձեզ մնաց մոտ 1 րոպե։ Սարքավորումների գույքավորումը, LED լուսավորությունը, սառնարային սարքերը եւ ջեռուցիչները էլեկտրական։ Առաջարկվող լուծումներ։ Ես ունեմ նաև մի քանի առաջարկվող լուծումներ, օդափոխիչները դա մեզ համար շատ կարևոր են, քանի որ իրոք չկա եւ շատ բարդ է լինում տաքացնել այդ փոքր տարածքը խոհանոցի ձմեռային հատվածներում, դրա համար մեզ դա շատ անհրաժեշտ է։ Սառնարանները մենք ունենք մեկ սառնարան, որ շատ վատ է աշխատում եւ մեզ պետք է մինիմում 2-3 սառնարան, որպեսզի պահպանվի մթերքը եւ կորուստ չունենանք դրա։ Եվ երրորդը մենք չունենք ընդհանրապես ջեռուցում, որը ձմեռային հատվածում շատ մինուս է տալիս մեր քոլեջի ֆինանսներին եւ
չի տաքացում այդ տարածքը, որտեղ կարող են աշխատել մարդիկ եւ դրա պատճառով ավելի քիչ է լինում վաճառքը այդտեղ։ Ձեր ժամանակը ավարտվեց։ Թողնենք հարցերին։ Կամ փոփենք 1 րոպեվա ընթացքում։ Մեր առաջարկված խնդիրների լուծումները ուրեմն արժեք տված է ջերմամեկուսացման համար տարեկան խնայողություն է տրված ու հետագա ժամկետը թե ինչքան կպահպանվի եվրոպատուհաններ, գազաֆիկացում եւ LED լուսավորություն, ավելացնել լուսավորությունը տվյալ է արժեքները եւ տարեկան խնայողությունը եւ քանի տարի ժամկետում կլինի Երկտար։ Ուրեմն մինչև 100,000-ը մենք ցանկանում ենք նաև պահեստի ջերմամեկուսացում կատարել, մինչև 1 միլիոնը կենցաղային եւ պահեստների ջեռուցումը ու մինչև 10 միլիոնը ամբողջական համարի լուծումները մենք իսկ թվում է կտեղավորենք դրա մեջ։ Հիմա ժյուրին ձեզ մնացել է 3 րոպե 15-ից, ժյուրին 2 կամ 3 հարց կտա եւ այսքանով կավարտենք։ Խնդրեմ։ Փաստորեն դուք ուսումնասիրում եք միայն 1 սենյակ խոհանոց։ Լավ։ Նույն դիտարկումը ստեղ, այս կլոր թվերը, որոնք վարկունակությունը եւ վստահությունը տվյալների հանդեպ իջեցնում է։ Շրջան, մեծ մարդիկ եք Հայաստանում կոմունալ ծառայությունների սակագները հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում են psrc.am մտնում եք գրածագիշերային, ցերեկային, 52 քանիսը ցերեկային, 42 քանիս գիշերային, եթե նույնիսկ ընդունում ենք այն միջինացումը, որ արել եք, 50 եք օգտագործել, համատարած օգտագործել եք 50, չնայած ես ավելի քան հավատացած եմ, որ քոլեջի խոհանոցը գիշերը չի օգտագործում էլեկտրաէներգիա, այսինքն մենք գործ ունենք միայն ցերեկային սակագներ, եթե գիշերը խոհանոցը աշխատում է, լավ չի։ Եվ դա առանց ավելացված արժեքի հարկի սակագինն է, որը վերջնասպառող վճարում է հարկը ներառյալ, այսինքն +20%, 50-ի վրա +20% արդեն 60 է։ Այսինքն այս թվերը, որ ներկայացնում եք ու առաջին իսկ հայացքից վստահություն է հայտնվում ձեր տրամադրված տվյալների, խնդիր է։ Երկրորդ դիտարկումը այն է, որ դուք ասեցիք, նու տրամաբանական է, որ հա ձմեռ ավելի ցուրտ է եւ այլ, բայց ձեր թվերը կոմունալների չեն արտահայտում այդ պատկերը, որովհետեւ ձեր մոտ փետրվարի էլեկտրաէներգիայի ծախսը մարտի էլեկտրաէներգիայի ծախսից ցածր է։ Բան չունեմ ասելու, բայց եթե գարունը ցուրտ է, ապրիլ ինչի է ավելի բարձր, քան դեկտեմբերը։ Ուրեմն խնդիր կա այստեղ, մենք չենք խոսում ջեռուցման մասին։ Կարող է քոլեջի ինչ-որ բեռնվածքների պարագայում սնունդ արտադրությունը այնուամենայնիվ ավելի շատ է, քան ջեռուցման խնդիրը եւ ճաշի պատրաստման տեխնոլոգիաների մեջ է պետք կողմ տալ։ Երկրորդը, հասկանում եմ, որ Կլոդով եք սարքե պրեզենտացիան ճանաչմանու կամ Ջենս Պարկ, այդ երկուսից մեկն է սենց սարքում, չէ որ դուք լրացրել եք ստեղ, որ արևային համակարգ ունեք եւ ֆոտովոլտայիկ եւ ջրատակացուցիչ, իսկ էներգիա աղբյուրների մեջ գրում եք էլեկտրաէներգիա, գազ չունեն, բարևային էներգիան, էներգիա աղբյուր է, մոռացել եք ձեր կարևորագույն էներգիա աղբյուրներից մեկը։ Տվյալների հանդեպ աշխատանքը խնամքով չի կատարված, հաշվի առնելով, որ դուք վերցրել եք բավական փոքր ծավալ աշխատանքի եւ անկետանել բավական թերի է լրացված,
տպավորություն կազմել տվյալների հիմնավորման եւ իրատեսականության մասին չկարողացա ես բացատրել։ Շնորհակալ։ Շնորհակալություն բոլոր թիմերին։ Մենք ավարտեցինք ելույթների հատվածը։